Ակոժան դատար, ուրեմն ես մի քիչ ավելի սկզբից սկսեմ, որ բոլորի համար շատ ավելի բարձր ավելի հստակ պատկերացում կազմել, ինչ տեղի ունեցել։ Ամսի 27-ին ողջունություններ ստացվողանը մենք եկել ենք Պաշտպանության նախարարություն։ Մոտեցել ենք ՀԱԿ-ի հետապահովիկներին մեր ասելով, որ մենք մեզ ճանաչում ենք բոլորով, քանի որ բազմաթիվ անգամ ենք այնտեղ եղել, մի անգամ չի երկու անգամ, մի քանի անգամներ ենք եղել։ Մոտեցել ենք շատ դիրք, նորմալ, առանց մի հատ ավելություն մեզնից թույլ տալու, նշել ենք, որ մենք ուզում ենք այս ոնց որ ասել։ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասելյան, Պաշտպանության նախարարի օգնական կամ խորհրդական Կամո Վարդանյան եւ ռազմական հետախուզության պետ Մարտիկյանի հետ հանդիպում։ Քանի որ ունեցել են, դեռ իրանց ասեցին, որ Մարտիկյանն արդեն զորացրված է թոշակյա, բայց դա կապ չունի։ Ունեցել են մենք հստակ հարցեր իրանց հղելու, որոնց պատասխաններից շատ բան կարող է փոխվել։ Փոխվել մեր ամեն օրացների ճակատագրի տարածքում։ Պատճառաբանեցին, Արոն Անդրեասյանն ասեց, որ ես կզեկուցեմ, մենք սպասեցինք բավականին երկար ժամանակ, հետո ասեցին, որ տեխնիկապես դա հնարավոր է, որ դուք իրանց հետ հանդիպեք, հետո մոտեցան մեզ Պաշտպանության նախարարության զամպալի գնդապետ Սերոժը Շատ ինքն որսի կողի կասում ենք մարմարը, երկու գնդապետ մոտեցան և ասեցին, որ սենց, այսօր անհնար ժողովուրդ շաբաթօրը աշխատանքային օր չի, գնացեք երկուշաբթի, ես ձեզ երաշխավորում եմ, որ հանդիպումը ձեր ուզած մարդու հետ տեղի ունենա։ Մենք հավատալով վերջապես երկու գնդապետ մարդիկ համազգեստով մեր դեմ երաշխավորում են, իրանք չգոյապացում մեր դեմ, որ իրանք չհավատան, բայց Էդեն նշեմ, որ մենք մի անգամ ունեցել ենք նման իրավիճակ, երբ որ նույն գնդապետների երաշխավորում էր, որ մենք երբ պատկերի հանդիպում էին ուզում ու այդ հանդիպում երաշխավորված էլի չլան, ես դեռ դաժե ասեցի իրան, ասեցի, կարող են նույն ձեր և ոնցոր են անգամ ապեսել է, երաշխավորեցիք հետո կենսելան, ինքը դաժե ասեց, որ չի կարող լինի տենց բան, հստակ պայմանավորվածությունը ձեր բերված է, դուք հանդիպումը ձեր ուզած շեշտում են, ձեր ուզած մարդների հետ կհանդիպեք։ Բարի թողել են գնացել ենք ոչ թե մենք ենք ոչ թե ոստիկանի, ոչ բար, թեփում, կտրում, դառնալ, բար չենք ասում։ Հանգիստ նստում ենք ձեր դեպքանը, գնացել ենք մենք տներում։ Բայց քանի որ մեր ծնողների մեծ մասը ապրում են մարզերում, որ չսպասենք իրանք զանգել մեզի ժամ ասեն, մենք որոշեցինք, որ 12-ը նորմալ միջին ժամը, որ մարդիկ մարզերից են ասեցին հավաքվել հատեր Պաշտպանության նախարարությանը, որ հենց ասեն դեպուս ժամը 3-ին կլինի, հարց չկա, մենք պատրաստ ենք սպասենք, քանի որ մեր հարցերը շատ կարևոր է, հարցերը շատ կարևոր են, ունեցած այդ մեր ինֆորմացիաները, որ ենք ստացել ենք, պետք անպայման իրանց հետ նստենք քննարկենք հարցեր տայք պատասխանելիս։ Եկավ ամսի 29-ը 12-ին գնացինք բոլորով հավաքվեցինք ծնողներով, մենք քաղաքապես այդքան շատ չենք եղել ենք 8-ից 10 ծնող, ավել չենք եղել, նոթորին 12։ Մոտեցել ենք, ասել ենք, որ մենք եկել ենք, վերան պահել, Արոն Անդրեասյանն ասել, որ եկել զեկուցի, որ եկել ենք, մենք սկսել ենք սպասել։ Ոնց որ ասեցին, մի ժամ, երկու ժամ, հետո եկան ասեցին, ձեր հետ կհանդիպի Արմանը Սարգսյան փոխնախարար, մենք արծեցին, մենք Արմանի Սարգսյանն հետ բազմաթիվ անգամ հանդիպել ենք։ Բացի որ մենք այդտեղ ենք հանդիպել, նաև Արմանի Սարգսյանը հանդիսանում է միջվերանքշական հանձնաժողովի անդամ, ներկայացների և գերերի միջվերանքշական հանձնաժողովի անդամ, այդ նույն հանձնաժողովի անդամ նախնում ես եմ։ Մենք ասեցինք, որ միայն մենք խոսալու բան չունենք այս հարցի վերաբերյալ, իրեն չկա։ Էլ ասեմ մոռացա շեշտեմ, որ ամսի 27-ին հենց Պաշտպանության նախարարություն ես որ մոտենում եմ եկնեմ, Արման Սարգսյանի հետ
իրար դեմ ներանք, ես իրար տեղեր պայցացի, ձեր մոտ հյուր են գալի, ասենք ինչ կա, ասեցի խոսալու բան կա, հեսը կհավաքվեն իմանալ, ինքը տողես գնաց մեքենա, ինքը ոչ սպասել է, ինչ կա, էդ ինչ որ է հացել միկոս։ Հիմա ենգավ դասանք եմ լային, որ մեզ արդեն ասում են, այդ հանդիպումը կայնի Արման Սարգսյան հետ, մենք ասեցինք մենք Արման Սարգսյան հետ, չենք ուզում հանդիպել, մենք ուզում ենք հանդիպել, ես ինչը շիշ մահատմասել։ Ուտեղ արդեն գնաց են նամենա արդավարական վերաբերմունք է ծնողների հանդեպ։ Ամենա ոնց ասեմ են, ասենք այդ ծնողները այդ արժանիքները չունեն, որ իրանց հետ այդպես անգաժան դրական։ Չունեն, ես մարդիկ տվել են իրանց ամենաթանկը, իրանց երեխեքին են տվել։ Նման կերպով վարվել են ծնողների հատկանություն դրել։ Դրա համար մենք որոշեցինք, որ դռները փակենք, արդեն են դուրս գալ։ Բայց մեզ չէ որ մենք ունենք էին փակել, որ զմրսված է, ոչ մեկ չէր կարող։ Ես ինչ ասում եմ, վիդեոներում համացանցում տարածված է, մենք դուրնեին դեպը կանինեց, ռազմական ոստեր կա։ Այդ պահին ու ինչ է։ Վերջապես հետո այդ ամեն ինչը խաղանում ենք, ես ասեմ դեպել կա, վիդեո սա ինչ կա, այն սա կարակ դեստա կա, թող Պաշտության նախորդած հակի ամբողջ վիդեոները կտրամադրեն, եթե դուք այդտեղին կողմից կտեսնեք մեր հացավորանը, հաշ կտանեք։ Բայց այդտեղ ես դաժե ծնող եմ, որ խոսում եմ ռազմական ոստիկանության աշխատողի ծառայ հստակ տվյալներ եք հարավ հիմա բարձրաձայնել են ումից ինչ տվյալներ են ստացել։ Էդ էլ կարամ ասեմ, ճիշտ է, այս գործի շրջանակում չի, բայց կարամ ետել ասեմ։ Ունեցել են տվյալ, որ պատերազմից հետո ռազմական հետախուզության պետը Մարտիկյանը Ռուսաստանի գրույց ստացել է 273 տղու, վերաբերել ցուցակ, անգամ որ բանում է, ճանգարում է Ադրբեջանի, բայց չկային պատվարժան դատարան, չհարցնեին, բաղոն դուր եք չես, խիչ ես ես կա մարզենան է, պարոն Մարտիկյանը, ներող սարը ես դուք պետք է հասկանալ հարվածքի քիչ ավել, հիմա ասեմ ձեզ մյուսը, միրոս կետը, գլխավոր շտաբի պետ Ասրյանը, որը իտողում, չէ նորմալ Խոսակ մենք վերջում հանդիպել ենք Միչալով Մապոր Ասրյանի հետ, այդ սանինին մեր հանդիպում իտողում տեղի է ունեցել, այդ հրմշտոցի ես, որ ասում են չեն խփել, իմ աշխով եմ տեսել ու գեներալ բանի Թեմուրի մոտ էլ հետը խոսալուց ես Թեմուրին ասեցի, ես չեմ թույլ տա, որ ով ուզում ալինի, անկախ նրանց բաղեցրած պաշտոնից, դիրքից կամ չգիտեմ ինչ վիճակից, թույլ չեմ տա, որ ծնողին ստորաբար հետևից խփեն դզին։ Էդ իմ աչքից տեսած ինձ ասում եմ չի եղել այս բան։ Եղել է Կոհանին ցույց տամ, որ եղել է, ես եմ տեսել։ Ու էդի որ ասում եմ Թեմուրին, տենում են, գիտե հրմշտոցից հետո գեներալ մայոր Թեմուրը գնում է Ասրյանին ասում է, որ այս ծնողները արդեն կադրոնից հերել էր արդեն, այդտեղ խրմշտոց, խաշկշոց, կռիվ, աղմու, բաղաղա, ես այդ ամեն ինչներ իրա փորձում են Աբիջանի շիշ նետելու վրա, բանամենտատեղից սկսես։ Այդ շիշ նետելու ավարտում թե շատ ներողություն, բայց մենք մեր ժողովուրդը սովորեց մեր ազգային ժողովից մեր պատգամավորներից չէ, այդ շիշներ ես իմ ինչ չերել, որ հիմա շիշը նետեց հետո ռազմական ոստիկանության աշխատողները փորձեցին արդեն կիրառել համապատասխան ինչ-որ գործողություններ։ Այս սա ամեն ինչը են դա, ասեմ ամենին, գլխավոր շտաբի պետ, գեներալ Ասրյանը ինձ իրաբերելով ասեմ, որ ինձ դաժի 27-ին մինչև եկած կես էլգա շտաբում։ Էդ դեպորը տեղ էինք, պարոն գեներալ, ձեզ պետք է հակի պետը տեղեկացված չեն տեղեկացնել, ու ասել, որ պարոն գեներալ Լեյզենյան, ծնողներն եկել են ձեր հետ հանդիպում են ուզել, չէ կա, էլի все-таки հակի դերթապայության պետը չզեկուցի գշպետի, որ ասի եկել են։ Բայց փաստենք թե մեզի կամ խախում են, կամ այդ հարամարական ձերնը, որ
Ասերյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ։ Ես իրան պարզ հարց եմ տվել, այդ հարցները եմ բարձրացնում։ Արամ Գեդելյան, դուք լինելով արդեն դժշփվեք։ Այս երեխեքի հարցը կարող լուծվել շատ վաղուց։ Ոնց է գերիների կամ աներկորացների հարցը լուծվում, դա կամ փոխանակությունն է, մենք ձեզի, դուք մեզի, մեր ձեզի, ձերը մեզի, կամ դուք ունեիք հնարավորություն շուրջ 200 ադրբեջանցի զինված, որոնք մտել են մեր սուվերեն տարածք, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, զինված կրկնում, գերեվարելու։ Այդ նրանց գերեվարելով մենք այսօր հարցը չէինք ունենա։ Ինչի չեք արել, հարցա չէ, մեր կողմից հստակ հարցա, որը որ ճիշտ հարցա, օրինական հարցա, այդ անելով մենք այսօր ներեխտի ճարտակագից գոնե մի բան ունենայինք։ Իսկ պատասխանը գեներալ Լեցենովի կարծում եք այտենց հեշտ է գերեվարելը։ Բայց ո՞նց պետք է գերեվարել։ Այդ ինչի Ադրբեջանը կարող է Ղուկասյան, տպավորություն չստացվի, որ դուք ապտակի ցանկություն չունի այս հանդիպումը, բայց այս հանդիպումը մեղադրանքի դուրս եք ասում, էլի։ Ինչը որ դուք հիմա ասում եք, ձեր մեղադրանքի շրջանակին ստացվում է, որ 500 աճարներ դավարից պասուշից եթե Ասիանը տեղում է, ինչի չընդլեք հասկանում ինչ եք ասում, ինչի չընդունեք, ինչի բերեցին, հասցրեցին, որ այդ վախումն եկավ, հետո ինձին վիրավորական իմ համար ամենաշատը նա է, որ ինձ մեղադրում են, խուլիգանության ունեն, ինձ իրոք վիրավորական է։ Ասենք ես խուլիգանական մարան, ես տանվան որտեղ որացեք մենը, ոստիկանության աշխատողների տարանգարասը, ոչ մեկ երբեք անհանդալից չեմ խոսել։ Միշտ ծնողները, որոնք որ փորձել են ինչ-որ արմատալ անեն, ասել են որոշ ունեն, կսմարտիկ ծառայություն են կատարում, դա իրենց ծառայությունն է, իրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը։ Մենք պետք է նրանց ասենք, որ այդ հրամանները այս մարդկանց ուչացնում են։ Չի եղել իմ կողմից մի դեպք, որ ասեն Արսենը ոստիկանության աշխատողի հետ անհարմարից վերաբերմունքացում, էլ չեմ ասում խփել, հարվածել եւ այլ եւ այլ։ Նորզում նշված է մահը, իմ ձեռը մահը չէ, մոտերել եմ միշտ իմ ձեռնա փայտը։ Այս սա չէ, էսի գրակատարական հիմնարկում է զաղոկավորն վերադրել։ Իմ մահը հիմա իմ ձեռնա փայտը։ Հիմա իրական ապացույցը։ Հիմա այդ չգիտեմ ինչ ասեմ, ոնց ասեմ, ինչ են վերաբերում տանանքիս է 7 հոգի 30 մետրի մեջ, շարժվելու հնարավորություն չկա, ծխում են այսօր մի վերում դու ադիպանում եմ սրա վրա ծանես պուլկի, որ հոտից չբերմենք, որ չծանենք, ավասնը ոչ ուրիշ չկանենք այնի, այդ է ծխի հոտը կան, այդ շրջում եմ, ես իդիկունը չեմ պարում կնեմ, երոր գիշետ է ես չեմ կնեմ, հնարավոր չէ պայմաններում քնել, որովհետև գիտեք ոնց է օպերմասը մտնվա շմոնի, են մեկ են, մեկ է տենում ես դու պարասը տեղանես, իրվանում աղթվելով բանես։ Ոչ միտերից ոչ պախնելու է, ոչ է պախնելու, իսկ ես դեպքի հետ կապած է, դերելետից գործը բարոթը սկսելուց առաջ, ինձ իմ խողովակներով հայտնեցի, որ գործը որ է բացում։ Ինչ ես մտածում, տես ինչ ես կարեք, շատ, եթե պախնող է, ինչ 4 օր առաջ, ընես կպախնեն երկերից, որ իզոպրոզով ոչ մի չեմ, ես ունեմ պախնեն, պատմաժան պախնեն, ես ունեմ իմ վրա միսիա, ես պետք է ես հարցը տանեմ մինչև վերջ։ Այս երեխեքից ճանապարհի հարցը իմ համար առաջնային հարցը, չկա իմ համար իմ այսօր ընտանիքիս անդամները նստած են, իմ կինը միշտ է ասում, դու քո ընտանիքը մոռացել ես, համար դառել է այս հարցը։ Այս երեխեքի հարցը։ Այոյանքներ հնչեցրել են միշտ են մարդկանց, ովքեր որ փոխել են ծնողի վրա ձեռը բարձրացնել։ Չի կարելի, անթույլատրելի պատմաժան կա։ Ես պետք է համարել եմ անբարոյականություն ծնողի վրա ձեռը բարձրացնելը, վշտի մեջի ծնողին խփելը նորմալ։
խփելը որն է վշտի մեջ մարդը իր 5 տարին իր երեխուց խաբարություն չունի, որը ունի երեխա հաստատ ինձ 5 կհասկանա, 5 ժամ ձեր երեխուց տեղեկություն չունենը, ձեր բոլոր միջոցները իրարեք, որ իմանաք ինչ եղավ, ոնց եղավ, որտեղ է, ինչ եղավ։ 5 տարի է չունենք, երբ որ իմանում ենք, որ մարդիկ են եղել, որ ունենք ու ոչ մի բան չեն արել։ Կարող Վարդանյանին ունեմ հստակ հարցեր, ես իրան վերջի անգամ հանդիպել եմ Եղագաններում ուղղակի թաղման